մրցանակ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Շնորհակալություն, ինձ հուշում է, որ պետք է պոզիտիվ հարց տամ, դրանով պոզիտիվից սկսենք։ Փաստորեն մենք կարող ենք դիմել ԱԱԾ-ին որպես լրատվամիջոց եւ ստանալ արտահոսք ցանկացած պարագայում, թե դրա համար պետք է լինել թունդ իշխանական լրատվամիջոց ցանկալի, օրինակ ձեր հետ փոխկապակցված լրատվամիջոց, որ իրենք պետական գաղտնիք հանդիսացող կամ չգիտեմ, տեսանյութեր տան։ Սա կարճ, մի հատ էլ կարճ հարց։ Վերջը պարզեցիք Դեմոկրատիայի բաստիոն Հայաստանում Արմատ մեդիան ինչու փակվեց, լրատվամիջոց է փակվել, կապարակնքվել է, հիմա դրսում են մի կերպ աշխատում դրսից։ Եվ ընտրությունների հետ կապված մի հարց էլ ունեմ։ Փաստորեն ստեղծվել է մի ունիկալ իրավիճակ եւ համ իշխանությունն է դժգոհ ընտրությունների արդյունքներից, համ ընդդիմությունը։ Իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է ընտրակաշառքով 500 քանի հազար ձայն կորզելու մեջ եւ ասում է, որ լեգիտիմ չեն այս ընտրությունները, ընդդիմությունն էլ իշխանությանը մեղադրում է ընտրությունների արդյունքները կեղծելու, քվեներ գողանալու, ԲՀԿ-ի մանդատները գողանալու մեջ, ու այնպիսի մեղքերի մեջ է մեղադրում, որ երևի Սերժ Սարգսյանն ու Մուկուչյանը նայում զարմանում են, թե ոնց sense կարելի էր, թե ինչեր է անում Վահագն Հովակիմյանը։ Հիմա եթե լեգիտիմ չի ընտրությունները երկուսն էլ դժգոհ եք, հատկապես դուք էլ 2/3 չեք ձևավորել ազգային ժողովում եւ Ալիևի պահանջած համանդրություն չեք կարողանալու անցկացնել։ Գնացեք նոր ընտրությունների, գնում եք որ լեգիտիմացնեք, դուք էլ ընդդիմությունն էլ ոնց որ ընդդիմությունն էլ ազում գնա ձեր հետ միասին լեգիտիմացնի։ Ու մի բան էլ, դուք 8 տարի անց ընտրություններից հետո ինչու որոշեցիք նորից ինչու որոշեցիք կալանավորել Գագիկ Բեգլարյանին եւ Գագիկ Խաչատրյանին։ Այդ խեղճ մարդիկ ինչ էին արել, որ 8 տարի անց որոշեցին այս շոուի մաս կազմել։ Ինչու եմ հատուկ իրենց անունը տալիս, որովհետեւ օրինակ երբ որ դուք ասում եք Գագիկ Ծառուկյանի մասով թե ինչ որ մեկը մտածում է որ այդ դատավորը ձրի է Ծառուկյանին արդարացել ընտրակաշառքի գործով, ես էլ ուզում եմ հարցնել Գագիկ Խաչատրյանը այն համեստ աշխատավարձով մի կերպ յոլա գնացող միլիարդատերը, այդ մարդը 2018-ից հետո լուրջ շինարարություններ է անում, բիզնեսները ծաղկում են, բարգավաճում են, ծլում են ձեր իշխանության օրոք, շինթույլտվությունները ստանում մի քանի հարկ ավել ձեր քպական քաղաքապետների կողմից։ Հիմա հարց եմ տալիս ձեր կարծիքով Գագիկ Խաչատրյանն ու իր որդիները ձեր են քպական քաղաքապետներից շինթույլտվություն է ստացել մի քանի հարկ ավել, ձեր էկոնոմիկայի նախարարն էլ գնում էր այնտեղ լենտեր կտրում եւ չգիտեմ շնորհավորում իրենց նոր բիզնեսները։ Հայաստանում շինթույլտվություններ ստանում են հազարավոր շինարարներ, հազարավոր։ Իսկ ընտրակաշառքի գործերով արդարացվում են քչերը։ Ձրի չեն ստանում, ինչի են ձրի ստանում, դրա համար գնացեք տեսեք Երևանի քաղաքապետարանը ինչ турքեր է սահմանել շինթույլտվություն ստանալու համար։ Ահա որ մեծ турքեր։ Ես բացառում եմ, որ մեր քաղաքական թիմում լինի մարդ, որը կաշառք կվերցնի։ Ես դա բացառում եմ ուղղակի։ Ինչ վերաբերվում է մյուս հարցերին, այդ ԱԱԾ-ն այդ թվում գիտեք այն մարդը, որ տիրապետում է ինֆորմացիայի նաև ունի որոշակի լծակներ այդ ինֆորմացիան օգտագործելու եւ ինքն է որոշում։ ԱԱԾ-ն ուրիշ գաղտնիք էլ է հրապարակել է օրինակ Անդրանիկ Թևանյանի բաները, գործողությունները։ Ինքը որոշում է, երբ հրապարակի, երբ չհրապարակի, ինչ խնդրեմ կա։ Ի վերջո, ինչ։ Հա, ինչ կապ ունի, այն էլ էր քրեական գործ եւ այդ թվում պետական անվտանգության հետ կապված իրադրություններ։ Կարա որոշում կայացնի, հետո այ որոշե, որ այսինքն պետությունը չի կարա իր որոշումներ կայացնել եւ ինչ որ գործողություններ անի, ինչ նախնդիրը։ Կամ նշանակում է, որ ով պետությունը ինչ հնարավորություն ունի, ցանկացած մեկը պետք է այդ հնարավորությունն ունենա, այդ որտեղից է այդ տրամաբանությունը։ Ինչ վերաբերում է ընտրություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել։ Մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ։ Մենք դժգոհ ենք, որ մեր պետությունը դեռ այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ընտրությունների արդյունքները մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, անխոցելիորեն եւ ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը։ Ընդդիմադիրների մասով տասնյակ ընտրակաշառքներ բաժանելու տասնյակ քրեական գործեր եւ ձայնագրություններ կան հրապարակված եւ դրանք ինչ գիտեք
գիտեք, ասելը ուրիշ բան է, ապացուցելը ուրիշ բան է։ Հարգելի բարեկամներ, Դե ուրեմն ես ընդդիմադիր ժամանակում էլ ինչ ասել եմ, ապացուցել եմ։ Արմատ մեծան չեմ հասցրել, չեմ հասցրել։ շնորհակալություն։ Եվ դա իմ գործը չի, իրավապահների թեման է, իրանք Հարգելի բարեկամներ, շնորհակալություն ձեր հարցի համար։ Հաջորդ հարցի իրավունքը հանրային ռադիո։ որ կապ ունի, ինչ գործ ունի լրատվամիջոցը։